Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ նորածնին թողած անձը դեռևս չի հայտնաբերվել։ Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ոստիկանապետը։ Այս պահին էլ նշված պահին օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացվում են, աշխատանքներ դեռևս տարվում են։ Հարցին, թե արդյոք հայտնաբերվել է Մալիշկա գյուղում բնակիչներին օրեր շարունակ գիշերային ժամերին տարբեր մեթոդներով ահաբեկող դիմակավորված անձը, Կամո Ցուցուլյանը պատասխանեց՝ դեռ ոչ։ Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները ընդգրկված են հայտնաբերման այդ նշված անձի հայտնաբերման ուղղությամբ։ Ամփոփելով տարվա առաջին կիսամյակում ոստիկանության գործունեության արդյունքները, նախարարի տեղակալը նշեց, որ քրեական ենթամշակույթը շարունակում է մարտահրավեր մնալ։ Պետությունը հստակ է դիրքավորված այս առումով, բայց նաև մենք ունենք հասարակության մեր քաղաքացիների շրջանում իրականացվելիք աշխատանք, որպեսզի հասարակության մեջ եւս այս երևույթի նկատմամբ անհանդուրժող մոտեցումը լինի լիարժեք։ Խոսելով ոստիկանության 4 հենասյունային ծառայությունների մասին, Մկրտչյանը նշեց, որ թվային տիրույթում քրեական ոստիկանությունն իր կարողությունները պետք է զարգացնի։ Շատ հանցատեսակներ մեծ տեմպերով տեղափոխվում են համացանց, որը եւս պետք է դիտարկել որպես պարեկություն անելու տարածք։ Առաջիկայում մենք կունենանք կիբերլաբորատորիա, սա այն հանգույցը եւ ենթակառուցվածքը կլինի, որը մեծ հնարավորություններ կտա համացանցային, առհասարակ թվային հանցագործությունների դեմ պայքարում արդյունավետություն բարձրացնել։ Սա շատ կարևոր է նաև միջազգային ոստիկանական համագործակցության տեսանկյունից, քանի որ մենք հասկանում ենք, որ թվային եւ համացանցային տիրույթում հանցագործությունները միշտ չի, որ հենց կատարողը Հայաստանի Հանրապետությունում է կամ պլանավորողը կամ նախատեսողը Հայաստանի Հանրապետությունում է լինում։ Խոսելով թմրամիջոցների մասին, Մկրտչյանը նշեց, ուժերը պետք է կենտրոնացնել դրանց ներմուծման եւ արտադրության հայտնաբերման վրա։ Քանի որ մենք գիտենք, որ եթե ստեղ մենք բաց ենք թողում, հետագայում դրանք արդեն մանրացված եղանակով դառնում են ավելի նախ բարդ հայտնաբերելի եւ բացահայտել, ինչպես նաեւ արդեն վնասում են կոնկրետ մեր քաղաքացիների առողջությունը։ Իդեպ այս տարվա առաջին կիսամյակում հայտնաբերվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառության 1545 դեպք, ինչը 196-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։ 111-ով կամ 10.6%-ով նվազել են նաև իրացման դեպքերը, 1051 դեպք նախորդ տարի, 940 դեպք այս տարի։ Վերջին տարիներին թմրամիջոցների իրացման աղբյուր է դարձել նաև համացանցը, որի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը տարեցտարի աճի միտում են արձանագրում։ Միայն այս տարի նման 266 դեպք է հայտնաբերվել։ Ընտանեկան բռնությունների դեպքերն են ավելացել։ Պաշտոնյան դա պայմանավորեց դիմելույթյան ավելացմամբ։ 1375 հաղորդում է ստացվել այս տարի, 78-ով ավելի նախորդ տարվա համեմատ։ Առհասարակ դա իրավական sense շղթայում, ընտանեկան բռնությունների դեմ պայքարի մասով արձանագրել ենք որոշակի խնդիրներ եւ դրանք հասցեագրում ենք մեր դատախազության գործընկերների, իրավապահ մյուս մեր համակարգի գործընկերների եւ առաջիկայում այստեղ եւս հանդես կգանք որոշակի օրենսդրական առաջարկություններով։ Վերջին տարիներին նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը։ 2026 թվականի 6 ամիսների ընթացքում Հայաստան Հանրապետության տարածքում արձանագրվել է 2146 ճանապարհատրանսպորտային պատահար, նախորդ տարվա 2072-ի դիմաց։ Հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվն է նվազել 65-ով։ Ընդհանուր արձանագրվել է 21960 դեպք, ինչը հիմնականում պայմանավորված է սեփականության եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվի նվազմամբ։ Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել է 1.9%-ով։ Արձանագրված դեպքերի 88.2%-ը նվազ հանրային նշանակություն վտանգավորության ներկայացնող ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններն են, իսկ 11.8%-ը ծանր եւ առանձնապես ծանր դեպքերը։ Ոստիկանապետը տեղեկացրեց, որ Հայաստանը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ։ Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է հաստատված սպանության 20 դեպք, մեկով պակաս նախորդ տարվա համեմատ։ Դեպքերից 13-ը եղել են անձնական կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության պատճառով։ Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 114 դեպք է արձանագրվել, 7-ով ավելի նախորդ տարվա համեմատ։ Վիճակագրական տվյալները հիմնականում նվազել են, սակայն հասարակության մոտ տպավորությունը, թե հանցագործություններն ավելացել են, նկատեցին լրագրողները։ Մկրտչյանը պարզաբանեց. Իրականում
ցուցանիշների արձանագրում ես վիճակագրություն ունենալը, այդպես ասած ընդհանուր պատկերի լավ եւ վատ գնահատականի համար չի նախ եւ առաջ։ Սա հստակ գնահատական է, թե կիսամյակում ինչ դեպքեր են արձանագրվել, որոնց որտեղ ունենք խնդիրներ, որտեղ չունենք, որտեղ բացահայտումը լավ է, որտեղ վատ է, որպեսզի մենք կարողանանք հստակ քաղաքականություն մշակենք, թե ոնց ենք առաջ շարժվում։ Դուք ասում եք ամեն օր տեղի ունենում սպանություն, բայց 20 դեպքը ոնց էլ տեղավորենք 6 ամսվա մեջ, ամեն օրվա պարբերականություն չի դառնում։ Պաշտոնյայի խոսքով դեպքերը վիճակագրությամբ կարող են նվազած լինել, սակայն դրանցից 1-2-ը մեծ հնչեղություն ստանան, ինչն էլ քաղաքացիների մոտ նման ընկալում առաջացնելու պատճառ դառնա։ Լիանա Խաչատուրյան, Դավիթ Մաչկալյան, Լուրեր։